Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մարտի 4-ին կայացած շփազրույցի ժամանակ մեկնաբանել է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության հրապարակումը, ըստ որի Երևանը խորհրդարանական ընտրություններից առաջ Բրյուսելից խնդրել էր արագ արձագանքման խումբ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։ Այս լուրի հիմնական տարածողներից մեկը ռադիոկայանն էր, որը հայտնի էր արևմտյան երկրների պետական մարմինների եւ հետախուզական գործակալությունների հետ իր կապով եւ որպես Հայաստանում նրանց մասնաճյուղ։ Շատ տարօրինակ ձևով նրանք ձեռք բերել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նամակը։ Անհասկանալի է, թե ինչպես են նրանք այն ստացել, բայց կարծում եմ, որ սա կարող է հենց այդ հիբրիդային հարձակումներից առաջինը լինել։ Հնարավոր է նրանք այս ռադիոկայանի միջոցով ինչ-որ բան են կոտրել կամ ինչ-որ կերպ գողացել կամ բռնագրավել են նամակը, ասել է Զախարովան։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց եւս 2 ամսով, որոշումը հրապարակեց հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը։ Դատարանն անցում չի կատարել հիմնական դատալսումների, չեն հետազոտվել ապացույցները, որոնք հնարավորություն կտային որոշակի առումով խոսելու մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու ռիսկերի չեզոքացման նվազեցման առնչությամբ։ Դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը շարունակում է առկա համարվել, ընդ որում դրա չեզոքացմանը հնարավոր է հասնել բացառապես ամենախիստ խափանման միջոցի շարունակականությամբ, ասաց դատավորը։ Դատարանը թույլ տվեց Վարդան Ղուկասյանին բուժզննում անցնել բժշկական կենտրոնում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի իշխանություններին Իրանից ցամաքային ճանապարհով ռուսաստանցիների անվտանգ դուրսբերումն ապահովելու համար։ Մենք վճռական կերպով հորդորում ենք ռուսաստանցիներին զերծ մնալ Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելուց։ Մենք խորհուրդ ենք տալիս Իրանում գտնվողներին հնարավորինս արագ լքել երկիրը, ընդգծել է Զախարովան։ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները շարունակում են հատել հայ-իրանական սահմանը, Նուրդուս ագարակ-անցակետով իրано-ադրբեջանական սահմանը Աստարայի, իսկ իրանա-թուրքմենական սահմանը Սերախս անցակետով։ Ադրբեջանցիները Հայաստանի սահմանից ընդամենը մետրեր այն կողմ կառուցել են հատուկ թաքստոցներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների ու տանկերի համար։ Անվտանգության հարցերի նվիրված ասուլիսում հայտարարել է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ մինչև հուլիսի 31-ը դրանք գոյություն չեն ունեցել։ Կատարվել է շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ։ Եվ վերջին լուրը միջազգային մամուլից Հեզբոլլահը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Իսրայելում գտնվող 2 ռազմական հրամանատարական կետերի ու արտադրական օբյեկտի վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այդ մասին հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։ Ի պատասխան Լիբանանի տասնյակ քաղաքների եւ գյուղերի, այդ թվում Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի հանցավոր ագրեսիայի, իսլամական դիմադրության մարտիկները հարձակվել են Իսրայելի ինքնաթիռաշինության ընկերության կենտրոնական օկուպացված Պաղեստինի Խամասային գրասենյակի վրա, օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարքերի խումբ, ասվում է առաջին հայտարարության մեջ։ Հաջորդ 2 հայտարարություններում նշվում է, որ հարվածները ներառել են նաև ճշգրիտ կառավարվող հրթիռներ, որոնք հարվածել են Սաֆեդից արևել գտնվող Գիվա ավիաբազային, որը վերահսկում է անօդաչու թռչող սարքերը եւ Իսրայելի պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարության Դադո ավիաբազայի գլխամասային գրասենյակին։ Այս եւ այլ մանրամասներին ծանոթանալու համար հետևեք Պանորամայի էմին։